1996 թվականի սեպտեմբերի 7-ն էր։ Լաս Վեգասի հայտնի հյուրանոցներից մեկում անցնում էր Մայք Թայսոնի մենամարտը, որին ներկա էր նաև ամերիկացի այդ ժամանակվա ամենահայտնի рэփերներից մեկը։ Մայք Թայսոնի հաղթանակից հետո рэփերը դուրս է գալիս հյուրանոցից ու նստում է իր BMW մակնիշի ավտոմեքենան, շտապելով մոտակա ակումբ։ Առաջին կարմիր լույսի տակ рэփերի ավտոմեքենայի կողքին հայտնվում է անծանոթ մեքենա, որի պատուհանը իջնում է ու անսպասելի դուրս է թռչում պապարացին։ Սա рэփերի համար սովորական սցենար էր։ Երկրորդ կարմիր լույսի տակ рэփերի ավտոմեքենայի կողքին կայանում է սպիտակ Կադիլակ։ Рэփերը նորից շրջվում է դեպի կողքի անծանոթ ավտոմեքենան, պատրաստ հերթական պապարացիի լուսանկարին։ Կադիլակի պատուհանը իջնում է եւ վարորդի նստարանից անսպասելի 12 կրակոց է արձակվում рэփերի ուղղությամբ, ինչի արդյունքում էլ նա մահանում է։ Рэփերը, որի մասին ես խոսում եմ, հայտնի Թուփակն էր։ Եվ ընդամենը վերջերս 30 տարի անց ջրի երես դուրս եկավ շոկային աղմկահարույց վարկած, որ իրականում Թուփակի սպանության համար վճարել է նույն ինքը P. Diddy-ն։ Իսկ ամենաառեղծվածայինը այն է, որ իրականում կա 7 հստակ ապացույց, որ Թուփակը ողջ է։ Միակ մարդը, որին դատել են Թուփակի սպանության արդյունքում, վերջնական դատավճիռը ստանալու է այս տարվա օգոստոսի 10-ին։ Ամբողջ աշխարհը խոսելու է այս դատական process-ի մասին, եւ դուք պետք է նայեք այս վիդեոն թեմայի մեջ լինելու համար։ Այս վիդեոյի ընթացքում լինելու են փոքրիկ գովազդներ, բայց հիշեք, որ այդ գովազդներն են ինձ օգնում ամեն շաբաթ ձեզ համար նոր հետաքրքիր վիդեո նկարել։ Դրա համար դրանք շատ կարճ են, ուղղակի զինվեք համբերությամբ, նայեք գովազդները ու նայեք վիդեոն մինչև վերջ, որովհետև գլխավոր ռումբը պայթելու է վիդեոյի վերջում։ Եթե Լոս Անջելեսից Հայաստան ուզում եք ուղարկել մեծ չափսերի ապրանք, օրինակ կահույք կամ ավտոմեքենա, սա ամենահարմար տարբերակն է։ Գալիս եք Երևան Post։ Երևան Post-ի միջոցով Հայաստան կարող եք ուղարկել նաև ավտոպահեստամասեր։ Ամենակարևոր նորությունը, եթե որոշել եք վերադառնալ Հայաստան, ապա Երևան Post-ը ձեր ամբողջ ապրանքը Լոսից Հայաստան կուղարկի ուղիղ 50% զեղչով, որպեսզի տեղափոխման ժամանակ դուք ավելորդ ստրես չապրեք։ Երևան Post-ը նաև ամենահարմար տարբերակն է գումար ու ծանրոց ուղարկելու համար ձեր Հայաստանի ընկեր բարեկամներին։ Եվ իհարկե, եթե չունեք ժամանակ, որպեսզի ծանրոցը ինքնուրույն տանեք, ապա կարող եք զանգել եւ պատվիրել pick-up ծառայություն։ Կգան ձեր ծանրոցը կվերցնեն եւ կուղարկեն Հայաստան։ Հասցեն ու հեռախոսահամարը հիմա ձեր էկրանին է։ Ինչի համար վերացրին Թուփակին։ Իսկ սա հասկանալու համար պետք է հետ գնալ մի քիչ ու հետ գնալ ուղիղ 25 տարով։ Թուփակի պատմությունը սկսվում է մի բանտախցից եւ մի կնոջից, այս կնոջից, որի անունն էր Աֆենի Շակուռ։ Հենց այս երիտասարդ կինը Թուփակ Շակուռի մայրն է։ Աֆենի Շակուռը ակտիվիստ էր։ Նա Սև Պանթերաներ հայտնի կուսակցության անդամ էր։ Սև Պանթերաները այդ տարիներին հայտնի կուսակցություն էր, որը պայքարում էր սևամորթների իրավունքների համար Ամերիկայում։ Եվ Ամերիկայում ոստիկանությունը, գաղտնի ծառայությունները Սև Պանթերաների կուսակցությունը եւ դրա յուրաքանչյուր անդամին համարում էր պետության թիվ 1 թշնամին։ Ու ահա հերթական հետապնդումների արդյունքում Աֆենի Շակուռը երիտասարդ ակտիվիստ կինը հայտնվում է բանտախցում ու տեղի է ունենում անհավանականը։ Հենց բանտախցում Աֆենին հայտնաբերում է, որ հղի է եւ երեխա է սպասում։ Դատական process-ները տևում են ամիսներ ու հետաքրքիրն այն է, որ ընդամենը ծննդաբերելուց 1 ամիս առաջ Աֆենի Շակուռին երդվյալ ատենակալների դատարանը համարում է անմեղ եւ նա հայտնվում է ազատության մեջ ու լույս աշխարհ է բերում իր որդուն, որին նա տալիս է Լեսեյն Փերիշ Քրուքս անունը։ Այո, մեզ բոլորիս հայտնի Թուփակ Շակուռի իսկական անունը հենց սա է։ Ու միայն մի քանի ամիս հետո մայրը որոշում է իր որդու անունը փոխել ու նրան տալ Թուփակ Շակուռ անունը, որով արդեն նա իսկական լեգենդ է դառնում մեր սերնդի համար։ 70-ական թվականներին
Նյու Յորքում ծանր իրավիճակ էր։ Եվ ահա օրերից մի օր ըստ լեգենդի Նյու Յորքում մասսայական անջատումներ են տեղի ունենում էլեկտրաէներգիայի։ Եվ ինչ է տեղի ունենում։ Այս համատարած blackout-ի ֆոնի վրա տեղի ունենում մասսայական գողություններ, խանութներից սկսում են գողանալ ամեն ինչ, այդ թվում նաև տեխնիկա։ Այն տղաները փողոցի, որոնք ժամանակին առհասարակ հնարավորություն չունեին երաժշտական որևէ գործիք բռնել իրենց ձեռքը կամ որևէ երաժշտական սարքավորումով երաժշտություն միացնել, պտտել ձայնապնակներ, հիմա ստանում են հնարավորություն այդ սարքավորումները դրսի լույսերի սյուներից ուղղակի միացնել, ինչ որ ձև հոսանք ստանալով, ձայնապնակներ պտտել ու ունենալով ձայն փորձել ինչ որ բաներ արտասանել ռիթմերի ու բիթերի տակ։ Եվ հենց այսպես ստեղծվում է մի մշակույթ փողոցում, որը հետագայում արդեն գրավում է ամբողջ աշխարհը եւ հայտնվում է ամենամեծ բեմերում։ Եվ ահա հենց այդ մշակույթ, որը ստեղծվում է փողոցում ու համարյա թե ոչնչից, գալու է տղան, որի անունը Թուփակ էր, ու ոչ միայն գալու է, այլ դառնալու է այդ մշակույթի հայրերից մեկը։ Թուփակը իսկապես ծայրահեղ ծանր սոցիալական պայմաններում է մեծացել ու կա հետաքրքիր պատմություն սրա հետ կապված, որի մասին հետագայում Թուփակը ինքն է հիշում տարբեր հարցազրույցների ժամանակ։ Նա պատմում է, որ մայրը բառի բուն իմաստով հնարավորություն չուներ կերակրել իր երկու երեխաներին Թուփակին եւ նրա փոքր քրոջը։ Ու ինչ են անում քույր ու եղբայր։ Նրանք գնում էին շատ էժան կինոյի տոմսեր եւ ժամեր շարունակ մնում էին կինոթատրոնում։ Նրանք կարողանում էին տեսնել, թե յուրաքանչյուր հանդիսատես իրենից հետո ինչ սննդի մնացորդներ է թողնում դահլիճում ու այդպես ձեռքի հետ կարողանում էին նաև սնվել եւ կշտանալ։ Ու երկրորդ տեղը, որտեղ Թուփակը ու իր քույրը փորձում էին անվճար կերակուր գտնել, որպեսզի ուղղակի սովից չմահանան, դա արվեստի խմբակներն էին, իսկ ավելի կոնկրետ դերասանական արվեստի խմբակները։ Թուփակը որոշում է հաճախել դերասանական խմբակ, որովհետև այնտեղ անվճար ուտելիք էին տալիս, անվճար լանչեր էին տալիս։ Բայց հետաքրքիրն է, որ ժամանակի ընթացքում Թուփակին բավական դուր է գալիս դերասանական արվեստը ու դրանով է պայմանավորված այն, որ հետագայում արդեն ռեփեր լինելուց բացի Թուփակը նաև բազմաթիվ դերեր է մարմնավորում էկրաններին։ Թուփակը հայտնվում է Բալթիմորի արվեստի քոլեջում, որտեղ նա իսկապես սիրահարվում է արվեստին, պոեզիային, բալետին, օպերային, երաժշտությանը ու հիմա դժվար է ուղղակի պատկերացնել, որ Թուփակ Շակուրը, որին մենք ճանաչում ենք իր կերպարով եւ որին հետագայում արդեն անվանելու են գանգստեր рэփի հիմնադիրներից, հայրերից, առաջամարտիկներից մեկը, իրականում ժամանակին բեմից Շեքսպիր է խաղացել։ Անհավանական է, բայց փաստ է։ I only had 2 jobs ever in my life. One was in Round Table Pizza. I used to make the pizza, but it was good. It was the perfect job, Tabitha, because I was hungry and I got to like eat all the toppings off people's pizza. That's why, hey, because everything is right there. Could you imagine? I was making pizzas on the side, bringing pizzas home. I'm calling in my own deliveries. You know what I mean? Let me get 2 shrimp with everything. But that job, I lasted about a month. Then I worked as the guy that packs your bags in the supermarket for about, let's see, 2 weeks. Քանի որ արվեստով հնարավոր չէր ուղղակի կերակրվել, նրանք ընտանիքով սկսում են նորից տեղից տեղ տեղափոխվել ու տեղափոխվում են Կալիֆոռնիա, որտեղ իհարկե Թուփակի սոցիալական վիճակը, ընտանիքի սոցիալական վիճակը շարունակում է ծանրանալ, ինչի պատճառով էլ գոյատևելու համար եւ տարական հացի փող աշխատելու համար Թուփակը նորից հայտնվում է մի իրականության մեջ, որտեղ սկսում է արգելված նյութեր վաճառել։ Այստեղ ուղղակի հիշեցում ենք անում, որ արգելված նյութերի օգտագործումը խստիվ արգելվում է, խորհուրդ չի տրվում, որովհետև դա չափազանց վտակավոր է ձեր առողջության ու կյանքի համար։ Թուփակը նորից հայտնվում է փողոցում, բայց հասկանալով, որ խաղի կանոնները շատ դաժան են ու ինքը ունի կռվելու 2 ճանապարհ, կամ ատրճանակ վերցնելը, կամ էլ կռիվը խոսքով, Թուփակը որոշում է
կողմ դնել ատրճանակը ու որպես զենք ընտրել խոսքը։ Եվ նա սկսում է խոսքի միջոցով, որը որ շարում է իր բիթերի վրա, ուղղակի պատմել այն անարդարությունը, որը կա փողոցներում, որը կա սովորական սևամորթ տղայի նկատմամբ, որը կա նրանց իրական կյանքում եւ այդ խնդիրները բարձրացնել ու հասցնել մասսաներին։ Ու հենց այսպես էլ Թուփակը կարճ ժամանակում իր այս իրական, հենց փողոցում ծնված ռեփի շնորհիվ դառնում է հիփ-հոփի իսկական մեգա աստղ։ Շատ շուտով Թուփակի կյանքում հայտնվելու է չարաբաստիկ P. Diddy-ի կերպարը, բայց մինչ այդ տեղի է ունենում մի քանի շատ կարևոր դեպք, որոնք լինում են առաջին խոշոր ապտակը Թուփակի դեմքին։ Ինչ է տեղի ունենում։ Նախ եւ առաջ տեղի է ունենում մի ողբերգական դեպք։ Սևամորթ մի տղամարդ հերթական միջադեպի արդյունքում շատ հանկարծակի հարձակում է իրականացնում ոստիկանի վրա եւ սպանում է նրան կրակելով ոստիկանի վրա։ Դատական process-ի ժամանակ տղամարդը եւ նրա փաստաբանը վկայություն տալով անում են ուղղակի շշմեցնող հայտարարություն, որ իրականում տղամարդը եղել է որոշակի էմոցիոնալ էֆեկտի տակ կրակոցները իրականացնելու ժամանակ եւ ամեն ինչ արել է Թուփակի երգերը լսելու ազդեցության արդյունքում։ Այս վկայությունը պայթեցնում է ուղղակի մամուլը, դատարանը, ոստիկանությունը բոլորին եւ կարճ ժամանակում ընդամենը մի մարդու վկայության արդյունքում Թուփակը դառնում է սիմվոլ հանցագործության։ Սկսվում է Թուփակի մասսայական չեղարկումը։ Նրան սկսում են չեղարկել, փակել բոլոր հնարավոր տեղերից։ Թուփակի երգերը հանում են եթերներից, Թուփակի հետ ասոցացվել խուսափում են համարյա թե բոլոր հայտնիները։ Նրանից բառի բուն իմաստով երես են թեքում ուղղակի, այդ թվում նաև շատ երկրպագուներ։ Երկրորդ խոշոր ապտակը, որը այս նույն ժամանակահատվածում տեղի է ունենում, լինում է այն, որ Թուփակը համերգներով որոշում է գնալ իր հայրենի քաղաքը, որտեղ երկար տարիներ ապրել էր ու որտեղ հենց փողոցներում մեծացել էր ու զգացել էր փողոցի համն ու հոտը, այսպես ասած։ Նա հավատում էր, որ այստեղ նրան ընդունելու են իսկական հերոսի նման, որովհետև նա տղա էր, ով կարողացել էր գետոից դուրս գալ եւ կյանքում ինչ-որ բանի հասնել։ Բայց հասնելով իր հայրենի քաղաքը, Թուփակը ապտակ է ստանում բառի բուն իմաստով, որովհետև փողոցի մարդիկ, որոնց մասին Թուփակը երգում էր, չեն ընդունում Թուփակին։ Նրանց համար նա դառնում է, չգիտես թե ոնց կերպար, որը ուղղակի սկսել էր բիզնես անել իրենց կյանքի ապրումների եւ իրենց ողբերգության ու դժվարությունների վրա։ Եվ ահա համերգներից մեկի վերջում տեղի ունենում ուղղակի ողբերգական մի իրադարձություն։ Ելույթի վերջում մարդկանց մի ամբողջ շրջափակում է Թուփակին եւ Թուփակը ի նշան նրա, որ կարծես զենքերը վայր է դնում իր հարազատ մարդկանց առաջ, հանում է իր գրպանից իր ատրճանակը, բարձրացնում է օդ, իսկ հետո հանդիսավոր այն գցում է գետնին։ Թուփակին շրջափակում են նրա թիկնապահները եւ նրան ուղղակի տանում են տարածքից։ Բայց ընդամենը մի քանի րոպե հետո հնչում է կրակոց։ Եվ այդ կրակոցը դուրս է գալիս հենց Թուփակի ատրճանակից։ Ինչ էր տեղի ունեցել։ Նրանից հետո, երբ Թուփակը ատրճանակը ուղղակի գցում է գետնի վրա, հանդիսատեսի շարքերում եղած մարդկանցից մեկը վերցնում է ատրճանակը ու սկսում է ուղղակի օդ կրակել։ Ուղղակի կույր կրակոցներ են լինում դրանք, որի արդյունքում սակայն ցավոք սրտի մահանում է մեկ անմեղ մարդ։ Եվ որ ամենասարսափելին է, այդ անմեղ մարդը լինում է ընդամենը
6 տարեկան երեխա։ Ու այս չարաբաստիկ դեպքից հետո ոչ ոք այլևս չի խորանում, թե ինչ դեպքերի արդյունքում են Թուփակի ատրճանակից դուրս թռել կրակոցները։ Փաստացի, Թուփակի կերպարը հիմա արդեն հստակ մարդկանց աչքում դառնում է ուղղակի հանցավոր կերպար, որը արդեն կրակում էր անմեղ երեխաների վրա։ Թուփակը հայտնվում է խորը դեպրեսիայի մեջ, նա իրեն լրիվ մենակ է զգում եւ հասկանում է, որ ուղղակի իրեն պետք է մտերիմ մարդ իր կյանքում, որի հետ նա կկարողանա կիսվել ու ինչ-որ չափով սիրտը բացել։ Ու դեպքերի պատահականությամբ Թուփակի կյանքում հայտնվում է այդպիսի ընկեր, եւ այդ ընկերը դառնում է այդ ժամանակ նորից արդեն հայտնի рэպեր, որին ճանաչում էին Notorious B.I.G. կամ Biggie անունով։ Թուփակը եւ Biggie-ն դառնում են իսկական երաժշտական եղբայրներ։ Նրանք իրար հետ էին ստուդիայում, նրանք իրար հետ էին ակումբներում, ազատ ժամանակ, նրանց համարյա թե հնարավոր չէր առանձին տեսնել։ Բայց հիշեք այս ճակատագրական պահը, որովհետև հենց այս ընկերությունը դառնում է վերջի սկիզբը։ Հենց այս ընկերությունն է դառնում մեծ պատերազմի պատճառ ու հենց այս ընկերության արդյունքում մահանում են թե Թուփակը ու թե Biggie-ն։ Թուփակը եւ Biggie-ն ընկերներ էին, բայց ահա գալիս է մի գիշեր, որը փոխում է ամեն ինչ։ Թուփակը մի քանի օր առաջ ծանոթացած է լինում մի երիտասարդ աղջկա հետ, որի անունն էր Ayanna Jackson։ Նրանք իրար հետ շփվում են, փոխանակվում են հեռախոսահամարներով եւ Թուփակը ասում է, որ աղջիկը կարող է իրեն զանգահարել ու հանդիպել։ Ayanna-ին Թուփակը դուր է գալիս եւ բնականաբար մի քանի օր հետո նա զանգահարում է рэփերին։ Рэպերը առաջարկում է միասին ժամանակ անցկացնել ու հանդիպել իր հյուրանոցի համարում։ Երբ աղջիկը գալիս է Թուփակի հյուրանոցի համար, այնտեղ рэպերը մենակ չի լինում, լինում են նրա ընկերները, այդ թվում նաև լինում է Biggie-ն։ Բայց տարօրինակ մի բան, երիտասարդ աղջկան տեսնելուց հետո Biggie-ն տարօրինակ դեմքի արտահայտություն է ստանում ու շատ արագ լքում է տարածքը։ Դա արդեն հետագայում իր հարցազրույցների ժամանակ հիշում է Թուփակը։ Թուփակը առաջարկում է Ayanna-ին առանձնանալ իր ննջասենյակում ու քանի որ լինում է շատ հոգնած, խնդրում է, որպեսզի աղջիկը իրեն մերսում անի եւ Թուփակի խոսքերով դրանից հետո նա շատ հանկարծակի քնում է։ Առավոտյան արթնանալով պայթում է իսկական ռումբը։ Թուփակի հյուրանոցային համար ներս են խուժում ոստիկանները եւ ասում են, որ Ayanna Jackson-ը երիտասարդ աղջիկը, որը գիշերը անցկացրել էր Թուփակի հետ, առավոտյան վաղ զանգահարել է ոստիկանություն ու մեղադրանք է ներկայացրել, համաձայն որի գիշերը Թուփակի ննջասենյակում երիտասարդ աղջկան սեռական բռնության են ենթարկել рэպերը եւ նրա մտերիմ ընկերները։ Պայթում է իսկական ռումբ, որը մեծ աղմուկ է բարձրացնում երկրպագուների, ֆանատների, մամուլի շրջանում։ Սկսվում է դատավարությունը։ Թուփակը կտրականապես չի ընդունում իր մեղավորությունը, նա հստակ հիշում է դեպքերի հերթականությունը, նա պնդում էր դատարանում, որ իսկապես աղջկա հետ առանձնացել է իր ննջասենյակում, բայց աղջկա համաձայնությամբ։ Մերսումից հետո ինքը ուղղակի քնել է, ոչինչ տեղի չի ունեցել եւ առավոտյան արթնացել է արդեն իսկ ոստիկանության ձայներից։ I would not have closed my eyes until she was out of the room, until everybody was out of the room. Աղջկա վկայությունը լրիվ հակառակն էր։ Նա պատմում էր դատարանում, որ իրականում рэպերը նրան տարել է իր ննջասենյակ, որտեղ նրանք ունեցել են հարաբերություններ, իսկ դրանից հետո рэպերը ասել է, որ այնքան է հավանում աղջկան, որ ուզում է նրանով կիսվել իր ընկերների հետ։ When the incident happened, it was devastating. So I don't know how to weigh that only with my experience. I don't know how to weigh that. Ինչից հետո էլ рэպերի սենյակ են մտել նրա ընկերները եւ սեռական բռնության են ենթարկել երիտասարդ աղջկան։ Դատավարությունը իսկապես շատ բուռն է անցնում ու չնայած նրան, որ չկային հստակ ապացույցներ, որ իսկապես աղջիկը ենթարկվել է սեռական բռնության եւ
Թուփակը միանշանակ վկայություն էր տալիս, որ ինքը անմեղ է, միևնույնն է։ Դատարանը ու ֆաները ու ընդհանրապես մամուլը, մարդիկ որոշում են հավատալ աղջկա վկայությանը եւ բոլորի աչքում Թուփակը այս անգամ դառնում է արդեն մարդ, ով սեռական բռնության էր ենթարկում կանանց։ Թուփակը լինելով խորը հոգեբանական դեպրեսիայի մեջ ծանոթանում է երիտասարդ մի աղջկա հետ, որի անունն էր Քեյշա Մորիս։ Քեյշան չէր հավատում, որ Թուփակը սեռական բռնություն է իրականացրել Այանայի հանդեպ ու որոշում է նրան իսկապես ապավել լինել, սատարել նրան ու դառնալ նրա ընկերը այդ դժվար պահին։ Ընկերությունը կարճ ժամանակում վերածվում է արդեն սիրային հարաբերությունների եւ Թուփակի ու Քեյշայի միջև սկսվում է մեծ բուռն սիրավեպ, որը հետագայում արդեն վերածվում է ամուսնության։ Դատական process-ը ավարտվում է Թուփակի պարտությամբ։ Նրան մեղադրում են ու տալիս են 4 տարվա ազատազրկում։ Բայց հենց այդ ժամանակ տեղի է ունենում ճակատագրական մի բան Թուփակի համար։ Հենց այն պահը, երբ Թուփակը բառի բուն իմաստով հոգին վաճառում է սատանային, ու հենց այդտեղից էլ սկսվում է նրա իսկական վերջը։ Ինչ է տեղի ունենում։ 4 տարվա ազատազրկման ենթարկվելուց հետո Թուփակի շատ թանկ փաստաբանները կարողանում են հասնել նրան, որ рэփերին տան պայմանական 11 ամսվա ազատազրկում, բայց պայմանով, որ նա վճարելու է մեծ գրավի գումար, իսկ այդ գումարը մոտավորապես $1.5 միլիոն էր։ Թուփակը այդ պահի դրությամբ նման գումարներ չուներ, որովհետև արդեն իսկ բազմաթիվ աղմուկների միջով էր անցել եւ մեծ գումարներ էր ծախսել փաստաբանների ծառայությունները հոգալու համար։ Եվ ինչ է տեղի ունենում։ Թուփակից երես են թեքում բոլորը, թե նրա մտերիմ ընկեր Բիգին, թե նրա լեյբլը, թե նրա պրոդյուսերական թիմը։ Ոչ ոք չի համաձայնվում գումար տրամադրել Թուփակի գրավը վճարելու եւ նրան բանտից հանելու համար։ Ու հենց այդ ժամանակ Թուփակին բանտում այցելում է Շուգ Նայթը։ Այդ ժամանակ, որպեսզի հասկանալի լինի այն մարդկանց, ովքեր ընդհանրապես այս ռեփ ինդուստրիայից ոչինչ չեն հասկանում, կային երկու մեծ պրոդյուսերական լեյբլներ, դրանցից մեկը Bad Boy Records-ն էր, որի հիմնադիրը հենց P. Diddy-ն էր, եւ երկրորդը Death Row Records-ն էր, որի գլխում կանգնած էր արդեն Շուգ Նայթը։ Եվ ահա այս երկու մեծ լեյբլները իրենց երկու հզոր լիդերներով, Շուգ Նայթով եւ P. Diddy-ով պայքարում էին, թե որ հայտնի մեծ ու հեռանկարային рэպերներն են հայտնվելու իրենց լեյբլներում եւ իրենց անվան տակ արդեն շարունակելու ստեղծագործել ու բնականաբար փող աշխատել։ Շուգ Նայթը հասկանալով, որ Թուփակը այդ շրջանի ամենահեռանկարային рэփերն էր, երկար տարիներ ընկած էր նրա հետևից, բայց Թուփակը ոչ մի կերպ չէր համաձայնվում դավաճանել այն լեյբլին, որից ամեն ինչ սկսվել էր։ Եվ ահա Շուգ Նայթը հայտնվում է բանտում ու առաջարկում է վճարել միլիոնավոր դոլարները որպես գրավի գումար ու ազատ արձակել Թուփակին, պայմանով, որ այսուհետ նա դառնալու է Death Row Records-ի աստղ։ Ու իհարկե Թուփակի չէր մնում ոչինչ, քան համաձայնվել։ Եվ հենց այս պահին Թուփակը, այսպես ասած, հոգին վաճառում է սատանային ու համաձայնվում է գումարի դիմաց դառնալ ոչ միայն Death Row Records-ի աստղ, այլ նաև որպես այդպիսին անել ամեն ինչ, ինչ պրոդյուսերական առումով թելադրելու էր Շուգ Նայթը։ Թուփակի ամբողջ ուղեղը, միտքը եւ հոգին տենչում էր մի բան՝ վրեժխնդրություն։ Նա արդեն հստակ հասկանում էր, որ այն իրադարձությունները, որոնք տեղի ունեցան Չարաբաստի գիշերվա ընթացքում Այանա Ջեքսոնի հետ կապված, պատահական չէին, եւ այն, որ այդ միջադեպից հետո իրենից երես թեքեց իր ամենամտերիմ ընկերը, իր երաժշտական եղբայրը Բիգին, դա եւս պատահականություն չէր։ Ու նա հստակ հասկանում էր, որ Բիգին մաքուր չէ ու այն դավերը, որոնք հյուսում են իր դեմ, այդ ամենի մեջ
գլխավոր դերակատարում ունի իր ամենամտերիմ եղբայրը։ Brother, when you don't respect me. Now, when you don't respect me, I'm gonna spank your ass. I don't give a fuck how rich you got on the block. I'm your big brother. I will break your big ass down. Եվ հենց այդ ժամանակ Թուփակը անում է մի բան՝ Բիգի վրեժը լուծելու համար։ Ու այստեղ արդեն բեմ են դուրս գալիս երկու կերպար, որոնց դուք շատ լավ եք ճանաչում։ Նրանցից մեկը Snoop Dogg-ն է, իսկ երկրորդը P. Diddy-ն։ Ինչ է տեղի ունենում։ Նա արել է բոթաքս ու ֆիլերներ։ Նա էլ է արել բոթաքս ու ֆիլերներ։ Զգում եք տարբերությունը։ Բոթաքսը, ֆիլերները եւ էսթետիկ պրոցեդուրաները իսկական նվեր են մեր կանանց համար, ովքեր ուզում են երկար գեղեցիկ մնալ, բայց դրանք նվեր են միայն պրոֆեսիոնալների ձեռքում, վատ մասնագետի դեպքում դրանք իսկական չարիքի են վերածվում։ Եթե Լոս Անջելեսում ուզում եք բոթոքս, ֆիլերներ կամ դեմքի մաշկի հետ կապված որևէ պրոցեդուրա անել, գնացեք Zavant Aesthetics։ Այստեղի մասնագետները ոչ թե ձեր տարիքի համար անբնական երիտասարդ տեսք են ձեզ տալիս, այլ անում են գրագետ աշխատանք, որպեսզի դուք պահպանեք ձեր նույն դեմքը, բայց շատ ավելի գեղեցկացած, թարմացած ու խնամված լինեք։ Իսկ հիմա սկսվում է ամենալարված պահը, սկսվում է հետ հաշվարկը։ Ընդամենը մի քանի ամիս հետո Թուփակին սպանելու են։ Բանդից դուրս գալուց հետո Թուփակը հասկանում էր, որ այլևս ոչ մեկի չի կարող վստահել։ Նա հասկանում էր, որ նույնիսկ իր ամենամտերիմը Բիգին, որին համարում էր իր երաժշտական եղբայրը եւ առհասարակ ամենամտերիմ մարդը աշխարհում, իրեն դավաճանել են։ Սկսվում է վրեժխնդրությունը։ Ամեն ինչ այնքան է լարվում, որ բոլորի համար պարզ էր մի բան։ Այս պատմությունը ավարտվելու է որևէ մեկի մահով, բայց թե ով է մահանալու առաջինը, այդ դա էր դեռևս հարցական։ Եվ այսպես հետհաշվարկը սկսված է։ Ամեն ինչ սկսվում է 1995 թվականին։ Առաջին կրակոցը, այսպես ասած, արձակում է Բիգին իր հուշաթյա երգով, որտեղ անցնում է Թուփակի Death Row Records-ի վրայով ու սա լինում է հզոր ապտակ Թուփակի դեմքին Բիգիի կողմից։ Սրանից հետո 1995 թվականի դեկտեմբերին արանքում իրադարձությունների խառնվում է Snoop Dogg-ը, որի վրա Նյու Յորքի կենտրոնում, իսկ ավելի կոնկրետ Times Square-ում հարձակում է իրականացվում։ Գլխավոր հարվածը, սակայն, լինում է 1996 թվականի հունիս ամսին, երբ որ աշխարհը լսում է Թուփակի Hit 'em Up երգը։ Հենց այս երգը դառնում է վերջակետը, որից հետո պարզ էր արդեն, որ կամ Բիգին, կամ Թուփակը պետք է մահանան, իսկ մամուլը, կողքի պրոդյուսերական թիմը, ֆաները, բոլորը կրակի վրա էլ ավելի յուղ էին լցնում ու թեժացնում կրքերը։ Եթե Բիգին իր երգի մեջ ուղղակի անցնում էր Թուփակի վրայով, ապա Թուփակը իր երգի միջոցով ուղղակի, ինչպես սիրում են ասել, սվաղում է ասֆալտին ոչ միայն Բիգին, այլ նաև Bad Boy Records-ը եւ իհարկե P. Diddy-ին։ Իսկ ամենահզոր ապտակը դեպի Բիգի լինում է Թուփակի կողմից այն, որ Թուփակը ուղղակի երգի մեջ բառի բուն իմաստով ասում է, որ հարաբերություններ է ունեցել նրա կնոջ հետ։ Իսկ այդ ամեն ինչը ամրապնդվում է նրանով, որ դրանից առաջ Թուփակը ժամանակ առ ժամանակ նաև ընկերական հանդիպումներ էր ունեցել Բիգիի կնոջ հետ, լուսանկարներ էր անել եւ շատ շուտով այդ լուսանկարները հրապարակում է մամուլում որպես ապացույց, որ իր երգի մեջ ասածը համապատասխանում է իրականությանը։ Թուփակի երգի լույս տեսնելուց ընդամենը 3 ամիս հետո Թուփակը մահանում է ու ամեն ինչ տեղի է ունենում 1996 թվականի սեպտեմբերի 7-ի չարաբաստիկ գիշերը։ Իսկ հիմա եկեք հասկանանք դեպքերի հաջորդականությունը։ Ինչ էր տեղի ունեցել ավտոմեքենայով կարմիր լույսի տակ կանգնելուց մի քանի րոպե առաջ եւ ինչքանով է հավանական, որ այն, ինչ տեղի է ունենում այդ կարմիր լույսի տակ, սարքել է P. Diddy-ն եւ ինչքանով է հավանական, որ իրականում P. Diddy-ի սարքածը հաջողությամբ չի պսակվել եւ Թուփակը իրականում ողջ է։ Հիմա ուղղակի
պայթելու է ռումբը, որովհետև ամենահետաքրքիր հատվածն է հիմա սպասվում։ Իսկ դուք գիտեք ինչու են ամերիկյան ֆիլմերում մարդիկ գնում հենց Լաս Վեգաս ամուսնանալու։ Սա հոլիվուդյան միֆ չէ, սա իրականություն է։ Լաս Վեգասում մարդիկ կարողանում են շատ արագ ամուսնանալ ու շատ արագ ստանալ ամուսնության վկայական, իսկ Լոս Անջելեսում օրինակ ստիպված են լինում նախապես գրանցվել ու սպասել իրենց հերթին։ Բայց հիմա ամեն ինչ փոխվել է։ Հիմա արդեն Լոսում էլ կարող եք արագ ամուսնանալ ու արագ ստանալ ձեր ամուսնության վկայականը։ Կարող եք ամուսնության արարողությունը կազմակերպել համապատասխան գրասենյակում կամ խնդրել, որ գան ձեզ ամուսնացնեն ձեզ հարմար տեղում։ Տխուր բաներից չխոսենք, բայց արագ բաժանության process-ել են կազմակերպում։ Մի խոսքով, ամուսնանալիս կամ բաժանվելիս դիմեք Y&N Document Assist ընկերությանը։ Եվ այսպես եկեք տեղափոխվենք 1996 թվականի սեպտեմբերի 7 Լաս Վեգաս։ Հայտնի MGM հյուրանոցում տեղի էր ունենում Մայք Թայսոնի մենամարտը, եւ այս մենամարտին իր վաղեմի ընկերոջը Մայք Թայսոնին սատարելու համար գալիս է նաեւ Թուփակը։ Շատ կարճ ժամանակում Մայք Թայսոնը հաղթանակ է գրանցում եւ այս հաղթանակի after party-ն այսպես ասած անելու համար Թուփակը եւ Շուգ Նայթը, պրոդյուսերը, որոշում են միասին գնալ մոտակա ակումբ, որտեղ նրանց սպասում էին ընկերները ու աղմկոտ after party-ն։ Բայց մի փոքրիկ միջադեպ է տեղի ունենում հյուրանոցից դուրս գալուց առաջ, որը շատ կարևոր է հիմա ֆիքսել։ Ինչու, որովհետև սա կարևոր է հետագայում հասկանալու համար, թե ով է ձերբակալվում Թուփակի սպանության գործով։ Եվ այսպես հյուրանոցը լքելուց անմիջապես առաջ Թուփակը փոքրիկ միջադեպ է ունենում, իսկ ավելի կոնկրետ ծեծկռտուք է ունենում Օրլանդո Անդերսեն անունով մի մարդու հետ։ Այս ծեծկռտուքը շատ արագ կարողանում են բաժանել եւ Թուփակը ու Շուգ Նայթը հայտնվում են BMW մակնիշի իրենց ավտոմեքենայի մեջ ու շտապում են դեպի ակումբ։ Թուփակի ավտոմեքենայի կողքին հայտնվում է սպիտակ Կադիլակ։ Կադիլակի պատուհանը իջնում է։ Նրա կողմ ուղղվում է ատրճանակը։ 12 կրակոց, որոնց հիմնական մասը դիպչում է հենց Թուփակին։ Եվ Թուփակին տեղափոխում են հիվանդանոց։ Նրան արհեստական կոմայի մեջ են մտցնում, որպեսզի կարողանան պայքարել կյանքի համար։ Բայց ուղիղ 1 շաբաթ հետո մամուլը եւ ֆաները իմանում են դժբախտ լուրը։ Թուփակը մահանում է 25 տարեկանում։ Մոտավորապես 30 տարի մարդիկ չէին հասկանում, ոչ ֆաները, ոչ կոնսպիրոլոգները, ոչ մարդիկ, ովքեր փորձում էին հասկանալ ինչ է տեղի ունեցել 96-ի այդ չարաբաստիկ գիշերը, թե ով է վերացրել Թուփակին։ Բայց հետաքրքիր էր մի բան, ու սա երևի թե ամենաողբերգական ու ամենաշշմեցնող փաստն է։ Թուփակի մահանալուց ընդամենը կես տարի հետո արդեն Լոս Անջելեսում նույն սցենարով ավտոմեքենայի մեջ կարմիր լույսի տակ կանգնած սպանում են նրա երաժշտական եղբորը ու մտերիմ ընկերոջը Բիգին, որի հետ նրանք արդեն վաղուց թշնամիներ էին դարձել։ Եվ ահա 30 տարի մարդկանց տանջում է այս հարցը։ Եվ 2023 թվականին միայն, հիշեք, դեպքը տեղի է ունեցել 1996 թվականին, ու միայն 2023 թվականին ձերբակալվում է առաջին ու միակ մարդը, որին ոստիկանությունը կարողանում է գտնել, պեղել Թուփակի սպանության գործով։ Սա լինում է Քիֆի Դի մականունով մի տղամարդ, ով միևնույն ժամանակ նաև Օրլանդո Անդերսոնի հորեղբայրն էր, այն նույն տղամարդու, որի հետ կոնֆլիկտ էր ունեցել Թուփակը MGM հյուրանոցը լքելուց անմիջապես առաջ, հիշում եք, ես պատմեցի այդ պատմությունը։ Բայց հետաքրքիր մի բան, Քիֆի Դին բռնվեց ոստիկանության կողմից ոչ թե որպես մարդ, ով անմիջապես եղել է սպիտակ Կադիլակի ներսում եւ կրակել է Թուփակի վրա, այլ պարզապես որոշակի ապացույցներ ցույց էին տալիս, որ Քիֆի Դին է եղել այն մարդը, ով որ կազմակերպել է այս ամբողջ հարձակման օպերացիան, այսպես ասած, տրամադրել է զենք եւ կատարել է որոշակի գումարային փոխանցումներ, ու այս հետքերն էին բերել ոստիկանությանը Քիֆի Դիի կողմ։
Իսկ հիմա հետաքրքիր մի բան, թվում է թե մենք խոսում ենք 1996 թվականին տեղի ունեցած իրադարձության մասին։ Թուփակը մեզ համար արդեն միայն լեգենդ է, որը դժվար է նույնիսկ պատկերացնել, որ իրականում ապրել է։ Ու հիմա անհավանական Քիֆիդիի դատավարությունը 2023 թվականին տեղի չի ունենում եւ նրա դատավարությունը լինելու է հիմա 2026 թվականի օգոստոսի 10-ին ու հիմա է որոշվելու ի վերջո Քիֆիդին ձերբակալվելու է, ի վերջո որոշակի պատիժ կրելու է եւ արդյոք նոր մանրամասներ ջրի երես են դուրս գալու։ Այսինքն կա ռեալ հավանականություն, որ օգոստոսի 10-ին մենք իմանանք, թե ինչ է տեղի ունեցել չարաբաստի գիշերը Թուփակի սպանության ժամանակ։ Բայց շատ ավելի հետաքրքիր մանրամասներ ջրի երես են դուրս գալիս Քիֆիդիի հարցաքննությունից հետո։ Քիֆիդին տվել է վկայություն, որտեղ ուղղակիորեն ասել է, թե ով է վճարել Թուփակի սպանության համար, եւ դա մեր հին ու բարի սիրելի P. Diddy-ն է։ Ըստ Քիֆիդիի վկայության, P. Diddy-ն է եղել այն մարդը, ով որ իրականում խոստացել է $1 միլիոն գլխավճար Թուփակի սպանության համար։ Եվ ըստ Քիֆիդիի, սպանության ամբողջ գործընթացը իրականացնելուց հետո նա բազմիցս փորձել է կապ հաստատել P. Diddy-ի հետ, որպեսզի ստանա խոստացված $1 միլիոն, բայց մինչև այսօր էլ P. Diddy-ն գումարը չի փոխանցել։ Բայց հիմա ամենախելացնոր պահը, ամենաանհավանականը կան հստակ մարդիկ, ովքեր բերում են ուղիղ 7, այսինքն ոչ թե օդի մեջ ապացույցներ, ոչ թե ուղղակի կոնսպիրոլոգիաներ, ոչ թե ուղղակի կարծիքներ, հստակ 7 ապացույցներ, որոնք ցույց են տալիս, որ իրականում Թուփակը 96-ի սեպտեմբերի 7-ի գիշերը չի մահացել։ Ինչ է տեղի ունեցել ըստ նրանց։ Հարձակումը այո եղել է, եւ իսկապես Թուփակը ծանր վիրավորանքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Բայց արհեստական կոմայից նրան արթնացրել են։ Պարզապես Թուփակը հասկանալով, որ իր հետևից արդեն ընկած են եւ իրեն վաղ թե ուշ վերացնելու են, որոշում է ինքնուրույն ուղղակի անհետանալ դաշտից ու շարունակել ապրել։ Հենց դրա համար էլ ինքը կազմակերպել է իր սեփական, այսպես ասած, մահը, բեմադրել է այն ու ուղղակի վերացել է։ Իսկ հիմա եկեք հասկանանք, որոնք են այդ 7 ապացույցները ու փորձենք ինքնուրույն կողմնորոշվել ինչքանով է իրատեսական, որ Թուփակը հիմա ողջ ու առողջ է։ 2000 ամուսնացած տղամարդու հարցնում են, իսկ դուք համարում եք ձեզ լիարժանիք։ Այո պատասխանածների 80%-ին միավորում է մի բան, որ նրանք ամեն շաբաթ անում են իրենց կնոջ հետ։ Եվ գիտեք դա ինչն է, երկուսով առանց երեխաների գնում են ժամադրության։ Ուրեմն հիմա վերցնում եք հեռախոսը, մտնում եք Veranda Lounge-ի Instagram-ի էջ, տեսնում եք թե որ օրը սիրուն երաշտական երեկո ունեն, վերցնում եք ձեր ամուսնուն ու գնում եք ժամադրության, որ ձեր ամուսնությունից ինքն էլ գոհ ու երջանիկ լինի։ Իդեպ որ գնում ես Վերանդա, մի տեսակ ոնց որ Երևան գնաս առանց ինքնաթիռ նստելու ու զգաս Երևանի շունչը։ Եվ այսպես ապացույց առաջին, կոնսպիրոլոգների համար խիստ տարօրինակ է թվում այն, որ հենց այդ սպանության գիշերը թիկնապահները չեն եղել նույն մեքենայի մեջ, որովհետև ըստ վկաների, հատկապես սպանությանը նախորդած շաբաթների ընթացքում Թուփակը եղել է շատ լարված եւ նա հասկացել է, որ իրավիճակը խիստ լարված է, վտանգավոր է ու ցանկացած քայլափոխին իրեն կարող է վտանգ սպառնալ ու հենց դրա համար էլ ամեն հանրային տեղ գնալիս նա շրջապատված էր լինում թիկնապահներով։ Հետևաբար կոնսպիրոլոգների կարծիքով քիչ հավանական է, որ Թուփակը կարող էր ուղակի թիկնապահներին խնդրել մնալ մեկ այլ մեքենայի մեջ եւ ուղակի շուգնայթի հետ երկուսով առանց թիկնապահի եւ առանց պաշտպանության ճանապարհ ընկներ դեպի ակումբ։ Սա առաջին տարօրինակությունը եւ սրա հետևանքով էլ մարդիկ մտածում են, որ պարզապես Թուփակը թիկնապահներին առանձնացրել է, որովհետեւ շատ լավ հասկացել է, որ հետագայում անհետանալու process-ը կազմակերպելու համար շատ ավելի հարմար կլինի իրեն ուղղակի դա անել
առանց ավելորդ աչքերի ներկայության։ Ապացույց երկրորդ։ Վերջին շաբաթների ընթացքում Թուփակը ըստ վկաների նորից գրեթե ամենտեղ հայտնվել է զրահաբաճկոնով ու հետաքրքիր զուգադիպությամբ հենց ավտոմեքենայում հենց սպանության պահին Թուփակը առանց զրահաբաճկոնի է եղել։ Ինչու՞, անհասկանալի է։ Ապացույց երրորդ։ Փաստաթղթերում, որտեղ արդեն նշումներ են արել Թուփակի մահից հետո բժիշկները, կան հստակ անհամապատասխանություններ։ Այն փաստաթղթերում, որտեղ նկարագրված է մահացածի, այսինքն ենթադրաբար մահացած Թուփակի տվյալները, իսկ ավելի կոնկրետ բոյը եւ քաշը, չեն համապատասխանում այն տվյալներին, որոնք կյանքի օրոք տարբեր վայրերում գրանցել է Թուփակը։ Առաջին անհամապատասխանությունը բժիշկների տվյալներով մահացածի մարմնի քաշը մոտավորապես 98 կիլոգրամ է։ Այնինչ կյանքի վերջին շրջանում արդեն վերջին ձերբակալություններից մեկի ժամանակ ոստիկանական բաժանմունքում թողած տվյալների համաձայն Թուփակի քաշը եղել է մոտավորապես 69 կիլոգրամ։ Okay, մարդիկ, ովքեր չեն հավատում այս անհամապատասխանությանը, հստակ կարող են ասել, որ կենսակերպի փոփոխությունների արդյունքում քաշը կարող է եւս փոփոխվել, բայց այստեղ առաջ է գալիս երկրորդ ապացույցը, որը կյանքի բերումով դժվար թե փոփոխվեր։ Դա այն է, որ բժիշկների տվյալներով մահացածի մարմինը ունեցել է 183 սանտիմետր հասակ, մինչդեռ վարորդական վկայականի վրա ունեցած տվյալների համաձայն Թուփակի հասակը եղել է 1.79 սանտիմետր։ Չորրորդ ապացույցը մարդկանց համար չափազանց տարօրինակ էր այն, որ Թուփակի մահանալուց անմիջապես 1 օր հետո նրա մարմինը դիակիզում են ու սա շատ տարօրինակ է թվում թե ֆաներին եւ թե կոնսպիրոլոգներին, որովհետեւ ըստ նրանց Թուփակը իր տարբեր երգերի մեջ նույնիսկ նկարագրել է իր մահը, թաղման արարողությունը ու նշել է, որ այն պետք է ոչ թե սգո արարողություն լինի, այլ իսկական փարթի լինի, որտեղ մարդիկ ուրախանան։ Ապացույց 5-րդ։ Շուգ Նայթի հանգստությունը։ Կրակոցներից անմիջապես հետո, երբ Թուփակը անշնչացած է լինում ուղղակի, ես արդեն նշեցի, որ Շուգ Նայթը լինելով վիրավորված պարզապես սկսում է մեքենան վարել եւ վարում է բոլորովին հակառակ ուղղությամբ։ Իհարկե մարդկանց մի մասը ասում է, որ Շուգ Նայթը փորձել է տանել դեպի շտապօգնության կողմ, բայց այն ուղղությունը, որով նա սկսել է վարել, բոլորովին շտապօգնության կամ հիվանդանոցի կողմում չի եղել։ Եվ այստեղ հարց է առաջանում, թե ինչու է Շուգ Նայթը եղել այդքան հանգիստ, եւ կոնսպիրոլոգները վստահ են, որ նրա հանգստությունը պայմանավորված է եղել նրանով, որ նա իմացել է, որ ամեն ինչ բեմադրված է եւ պարզապես արել այն, ինչը ըստ բեմադրված սցենարի ինքը պետք է աներ։ Եվ վերջին ամենաուժեղ երկու ապացույցները։ Ապացույց 6-րդ։ Իր կյանքի վերջին շրջանում հատկապես Թուփակը շատ տարված է եղել վերածննդի դարաշրջանի իտալացի փիլիսոփա Մակիավելի ստեղծագործություններով, փիլիսոփայությամբ, գաղափարախոսությամբ եւ Մակիավելի գաղափարախոսություններից մեկի մեջ նաեւ հստակ շարադրվում է այն գաղափարը, որ կառավարիչը կարող է ուղղակի կեղծել սեփական մահը թշնամուն խաբելու, ժամանակ կորձելու եւ ամենաանսպասելի պահին պատասխան հարված հասցնելու համար։ Եվ կոնսպիրոլոգները այս երկուսը գումարում են իրար եւ ստանում են մի հստակ ապացույց, որ Թուփակը տարված լինելով Մակիավելի գաղափարախոսությամբ պարզապես վերցնում է այս միտքը Մակիավելից եւ ինչ է անում, իրականություն է դարձնում։ Ու վերջին 7-րդ ու թերևս ամենաուժեղ ապացույցներից մեկը։ Համացանցում հայտնվում է ու լայն տարածում է ստանում դիահերձարանից լուսանկարը, որտեղ իբրև թե դիահերձված մարմինն է հենց Թուփակի։ YouTube-ի անվտանգությունից ելնելով բարձ է, որ ես չեմ կարող այդ լուսանկարը ցույց տալ, բայց դուք ինքներդ կարող եք այն գտնել։ Եվ լուսանկարում պատկերված մարմինը, այո, իհարկե նման է Թուփակին, բայց կոնսպիրոլոգները ասում են, որ մահից ընդամենը որոշ ժամանակ առաջ Թուփակը շատ ակտիվ սկսել է պտտվել տարբեր վերականգնողական կլինիկաներով եւ
իր ինտերվյուներից մեկի ժամանակ նույնիսկ նշել է, որ կլինիկաներից մեկում նա հանդիպել է մի երիտասարդի, որը ունեցել է սպիդ եւ բավական ծանր առողջական վիճակի մեջ է եղել ու նրան երկար կյանք չեն խոստացել։ Այս երիտասարդի մեջ, սակայն Թուփակին զարմացրել է մի բան, նա զարմանալիորեն նման է եղել արտաքնապես իրեն։ Եվ կոնսպիրոլոգները վստահ են, որ իրականում Թուփակը առաջարկել է այս երիտասարդին դառնալ իր երկվորյակը, այսպես ասած, փոխարենը նրան գումար տալ եւ օգնել ֆինանսապես նաև նրա ընտանիքին։ Ու քանի որ երիտասարդը հասկանում էր, որ իրեն երկար ապրելու կյանք չի մնացել, համաձայնվել է ու պատահական չէ, որ դիահերձարանում լուսանկարված հենց մարմինը շատ նման է Թուփակին, որովհետև ըստ կոնսպիրոլոգների լուսանկարում ոչ թե Թուփակն է, այլ հենց այն երիտասարդն է, որին վճարել է Թուփակը իր երկվորյակը, իր, այսպես ասած, դուբլորը, իր փոխարինողը լինելու համար, եւ երբ նա մահացել է, իսկ նրան ասել էին, որ նա մահանալու է, հենց այդ ժամանակ էլ Թուփակը կազմակերպել է իր բեմադրված մահը։ Ինքներդ փորձեք հասկանալ, ինքներդ փորձեք որոշել, որ տարբերակն է ավելի իրական։ Արդյոք դուք կարծում եք, որ իրականում P. Diddy-ն, մեր հին բարի հերոս P. Diddy-ն կազմակերպել է Թուփակի սպանությունը եւ հարցակումը նրա վրա, թե դուք իսկապես մտածում եք, որ Թուփակը եւս, ինչպես եւ Մայքլ Ջեքսոնը, ողջ է, ստացվեց, որ բոլորը ողջ են, ու այնտեղ ինչ-որ միտեղ հետևում է, թե ինչպես է ամբողջ աշխարհը, ֆանատները տարիներ շարունակ սգում իր մահը եւ փորձում հասկանալ, թե ով է իրականում վերացրել նրան ճանապարհից։ Ես սպասում եմ ձեզ կոմենտներում, խնդրում եմ գրեք ձեր կարծիքը, դա ինձ համար շատ կարևոր է, խնդրում եմ, որպեսզի լինեք ակտիվ, լայքեք այս վիդեոն եւ եթե կարող եք, այս վիդեոն տարածեք ձեր Facebook-ներում, Instagram-ներում, դրեք լինքերը, որպեսզի ձեր ընկերներն էլ մտնեն, նայեն, որովհետեւ ինձ համար չափազանց կարևոր է, որպեսզի անձանց, լեգենդների, հայտնի մարդկանց մասին վիդեոները շատ դիտումներ ունենան։ Այնպես որ սպասում եմ ձեզ կոմենտներում, իսկ առաջին կոմենտում այս վիդեոյի տակ ես կգրեմ հետաքրքիր մի պատմություն, այնպես որ անպայման մտեք կոմենտներ, կարդացեք այդ պատմությունը եւ գրեք ձեր կարծիքները, ես սպասում եմ ձեզ այնտեղ։ Ինչպես նաեւ չմոռանաք բաժանորդագրվել ժողովուրդ, որովհետեւ ես անհամբեր սպասում եմ, թե մենք երբ ենք դառնալու 200,000 բաժանորդ։ Ու ես նկատել եմ, որ ձեզնից շատ շատերը նայում են վիդեոները առանց բաժանորդագրվելու։ Խնդրում եմ հենց հիմա ստուգեք բաժանորդագրված եք, թե չէ, եւ նաեւ ամսական փոքրիկ գումարով կարող եք միանալ իմ Patreon-ին եւ օգնել աջակցել ինձ եւ YouTube-ի իմ ալիքին։ Մինչեւ նոր վիդեո։